Բայց ես ուզում եմ մի շատ կարևոր նրբության անդրադառնալ, որը մեր իրականության մեջ կարծես թե ընկալված չի։ Այո, մենք Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել այսօր արդեն շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել։ Հարց է ծագում, բայց ինչու մենք այդ միջոցները ձեռք չենք բերում, ասենք նախկինում։ Որ նախկինում, եկեք պայմանական ես մի ամսաթիվ նշեցի 2022 թվականի հոկտեմբերի 6։ Ինչու մենք այդ միջոցները ձեռք չենք բերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ։ Միթե մենք չէինք ուզում, միթե մենք չենք դիմում, մենք դիմում էինք բոլորին, բայց մեզ ասում են շատ քաղաքավարի մեզ մերժում էին եւ ասում են մենք ուղղակի հրաժարվում ենք ձեզ սպառազինություն վաճառել, որովհետեւ մենք համոզված չենք, որ դուք այդ սպառազինությունը տեղակայելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքում։ Ավելին, մենք կասկածներ ունենք, որ այդ միջոցները կարող են օգտագործվել ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Եվ 2022 թվականին, երբ որ մենք Պրահայում հայտարարեցինք Ադրբեջանի հետ արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա եւ ոչ միայն մենք դա հայտարարեցինք, այլև մեր քաղաքականությունները վերաձևակերպեցինք այդ տրամաբանությամբ, ըստ էության սպառազինության պաշտպանական միջազգային շուկան մեր առաջ բացվեց, որովհետև մենք ասինք, որ Հայաստանի Հանրապետության բանակը իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու եւ մենք ըստ էության այդպիսի դե յուրե պարտավորություններ պատրաստ ենք ստանձնել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք հայտարարեցինք, հռչակեցինք, որ Հայաստանի Հանրապետության բանակը կարող է կիրառվել միայն պաշտպանական նպատակներով եւ միայն ինքնիշխան սեփական միջազգայինորեն ճանաչված տարածքի ներսում։